Բարև ձեզ, մենք կիբերչատով շարունակում ենք խոսել երեխաների թվային անվտանգության մասին եւ այսօր մեզ մոտ հյուր է մի շատ լավ մարդ եւ կրթական ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյան։ Սերոբ ջան, այսօր մի թեմա է, որը այնքան բարդ է, որ նույնիսկ հայերենում մենք թարգմանած տերմինը չունենք, այսինքն կիբերբուլինգը, մենք ցանցային հալածում, կիբերհալածում, թիրախավորում, հետապնդում տարբեր ձև են ասում, բայց երևի ամբողջ իր բովանդակությունը չեն կարողանում հայերեն դեռ թարգմանել։ Առաջինը երևի մի հատ մարդկանց ներկայացնենք մոտավորապես դա ինչ է։ Այդ երևույթը շատ այդպես ինստիտուցիոնալացվել է եւ սոցիալական նորմերով բավական դժվարացել պայքարը։ Երբ որ տեխնոլոգիաները զարգացան, արդեն ստեղծվեցին սոցիալական ցանցերը, ինտերնետը եւ այլն, արդեն կարծեք թե այս թեման նաեւ տեղափոխվեց on-line տիրույթ։ Եվ այստեղ խնդիրը այն է, ինչով է սա ավելի վտանգավոր, որ օրինակ խորհրդային տարիներին կամ մինչև այս տեխնոլոգիաների այս աստիճանի զարգացումը Հայաստանում մեծահասակները բավական ուժեղ հսկում էին երեխաներին, անգամ հարևանների երեխաներին, անծանոթ երեխաներին, եւ այդ իմաստով հնարավորինս բուլինգի դեպքերը ավելի քիչ էին կամ հեշտ էին բացահայտվում։ Չնայած մեկ-մեկ այդ բուլինգը դառնում էր մեծերի պատերազմ, ոնց որ Մոնտեկին ու Այո, բայց հիմա տեխնոլոգիաների զարգացման արդյունքում հետաքրքիր մոդիֆիկացիա կա մեծերի եւ փոքրերի այս աշխարհի հետ կապված, եթե նախկինում ավելի շատ մեծերը փոքրերից գաղտնիքներ ունեին, ապա այսօր իմ կարծիքով փոքրերը ավելի շատ մեծերից գաղտնիքներ ունեն եւ այդ գաղտնիքների մի զգալի մասը հենց այդ կիբեր տարածքներում է։ Եւ պատճառներից մեկն էլ այն է, որ մեծահասակները հաճախ լավ չեն տիրապետում տեխնոլոգիաներին, թվային գրագիտությունը բավական ցածր մակարդակի վրա է եւ անգամ շատ մեծահասակներ չգիտեն էլ TikTok-ը ինչ է, Instagram-ը ինչ է, ինչ այնտեղ տեղի ունենում։ Եվ նաեւ սրան նպաստեց այն հանգամանքը, որ մեր դպրոցներում սկսեցին ինչ-որ առաջադրանքներ տալ նույն բաներով, QR կոդերով կամ ինչ-որ Վիկիպեդիայից այսինչ արտագրեք եւ այլն, երբեմն անիմաստ տեխնոլոգիաների օգտագործմամբ առաջադրանքներ copy-paste անելու եւ այս հանգամանքը օգտագործելով երեխաները հիմա նաեւ հաճախ ծնողներին խաբում են ասելով որ տնային են անում QR կոդով ինչ որ տեսանյութ են նայում եւ այլն ծնողներն էլ հաճախ չգիտեն QR կոդը ինչ է, Instagram-ը ինչ է եւ այլն եւ տեղյակել չեն թե ինչով են զբաղված իրենց երեխաները եւ հիմա փաստորեն այս դեռահասների աշխարհում բավական այդ անհասկանալի պրոցեսները, անհասկանալի երևույթները շատացել են, անվերահսկելի նաև։ Եվ քանի որ դեռահասների այդ անվերահսկելի աշխարհի տիրույթը մեծացել է, իրենք նաև դա օգտագործում են իրար հալածելու, բուլինգի ենթարկելու նպատակով եւ օգտագործելով տարբեր գործիքներ նաև թվային։ Քանի որ բուլինգը ինքնին նույնիսկ կոծկված թեմա է, շատերը չեն էլ հավատում, որ Հայաստանում ինչ-որ բուլինգ կա, կիբերբուլինգը առավել եւս, որովհետեւ համ կոծկվում է, համ էլ մարդիկ չգիտեն էլ, տեղյակել չեն եւ այլն։ Ինքնուցե մի տենց մի վառ օրինակի վրա ներկայացնես, թե ինչպես է մեխանիզմը, էլի, ոնց որ կիբերբուլինգի, որ մարդիկ հասկանան ինչ սիգնալներ կան, որով թույլ են տալիս հասկանալ, որ երեխաների հետ մի բան են չի։ Ինձ թվում է այդ իմաստով բավական հետաքրքիր ֆիլմ եղավ այս տարի, բրիտանական ֆիլմ էր, Դեռահասություն, որը նաև բազմաթիվ մրցանակներ տարավ եւ բավական հետաքրքիր էր, որտեղ համադասարանցին սպանում է իր դասանի աղջկան եւ արմատները հենց կիբերբուլինգի հետ կապված էին եւ այդ ֆիլմում բավական հետաքրքիր այդպես
տիրույթներ են բացահայտվում։ Ֆիլմի ամենահետաքրքիր բաներից մեկը այն է, որ եւ ուսուցիչները, եւ ոստիկան ծնողը, որը հետաքննում է այդ գործը, իրենք տեղյակ չէին, թե ինչ է տեղի ունենում, հա։ Դա մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ որ երեխան, որ այդ նույն դպրոցում է սովորում, խոսում է իր հոր հետ, որը ոստիկան է եւ հետաքննում է այդ սպանության գործը, եւ այնտեղ հորը հուշում է, որ եթե ձեր սերնդի համար սրտիկը միայն կարմիր գույնի էր լինում, այսօրվա երեխաների համար Instagram-ի օրինակով է բերում, սրտիկները ամեն գույնը ունի իր խորհրդանիշը։ Կա սրտիկ, որի գույնը այսպես ծաղրանք է, կա վիրավորանք, կա սեր, տարբեր գույներ, տարբեր սիմվոլներ ունեն։ Այսինքն երեխաները ստեղծել են այդ կիբերհարթությունում նշանային մի համակարգ հսկայական, որից տեսեք անգամ ոստիկանը, առավել եւս ուսուցիչներ ընդհանրապես տեղյակ չեն։ Այսինքն մեծ հասակների համար կարող է լրիվ նորմալ ինչ-որ մի բան կատարվի, իսկ իրականում դա երեխաների միջև մի մեծ կոնֆլիկտ լինի, ուղղակի որովհետև տարբեր լեզուներով են խոսում, չնայած այդ մարդկանց համար հենց մեծ հասակների համար անհասկանալի է, որ էմոջիները դա նույնպես լեզու են, այսինքն մի քանի Պոնչիկ, Բադրջան եւ այլն նկարած բանը կարող է շատ մեծ իմաստներ ունենա ու ոչ պարկեշտ։ Եվ այո, այսօրվա շրջանը շատ մասնագետներ արդեն կոչում են հետգրագիտության շրջան, որտեղ մարդիկ արդեն բավական անգրագետ են դարձել, քանի որ այլևս չեն գրում, այլ էմոջիներով են շփվում եւ հատկապես նոր սերունդը արդեն նախընտրում է կամ էմոջիներով հաղորդակցվում է, ամեն էմոջիի տակ կա որոշակի սիմվոլիկա եւ իհարկե այս իմաստով այս ֆիլմը շատ հետաքրքիր է եւ ֆիլմում կա նաեւ մի հետաքրքիր երևույթ, որը եւ կիբերբուլինգի եւ ընդհանրապես բուլինգի հետ կապված է, այսպես կոչված այդ ինցելության երևույթը։ Ֆիլմում կա այն հայտնի գաղափարը, որ տղաների միայն 20%-ն է, որ աղջիկների համար ցանկալի են, եւ սրա արդյունքում տղաների մնացած մեծամասնությունը, այսպես դուրս է մնում աղջիկների հետաքրքրության շրջանակից եւ սկսում է ավելի ագրեսիվ դառնալ, չարանալ եւ այդ ագրեսիվությունը նաեւ սկսում է on-line տիրույթում դրսևորվել տարբեր նշանների, էմոջիների փոխանակմամբ, որոնք հաճախ սրվում են եւ այդ ինցելության զոհ դարձած տղան դառնում է մարդասպան։ Տես, մենք խոսում ենք մի կողմից ոնց որ առակ է, այդ ֆիլմը իրական դեպք չի, բայց իրական դեպքերի վրա է հիմնված ու շատ մեծ հասակներ սկսեցին բացահայտել իրենց համար, օրինակ այդ երեխաների լեզուները էմոջիներով, ընդ որում դեռ մեծ հարց է, օրինակ Հայաստանում երեխեքը կարող է ինչ-որ մի բան օգտագործեն, որը տարբերվում է այդ ամեն ինչից ու էլի տեղյակ չեն մեծ հասակները։ Հիմա եթե գանք արդեն կոնկրետ դեպքերից դեպի ամփոփումը, թե ինչ անել, այսինքն դու ինչ օրինակ մեխանիզմներ ես տեսնում կիբերբուլինգի դեմ պայքարի։ Ամենա արդյունավետ մեթոդներից մեկը կտրուկ քայլերի գնալն է։ Կա ամերիկացի մի շատ հայտնի հոգեբան Ջոնաթան Հայդը, որը այս թեմայով բավական հետաքրքիր ուսումնասիրություններ է արել եւ ունի մի հայտնի աշխատություն, որը կոչվում է Anxious Generation, այսինքն այսպես անհանգիստ ջղային սերունդ, որտեղ ինքը ցույց է տալիս, թե on-line հարթակների օգտագործման արդյունքում որքան են շատացել ինքնասպանությունները դեռահասների շրջանում, դեպրեսիվ երևույթները, առաջադիմության վրա բացասական ազդեցությունը եւ դրա հիման վրա ինքը առաջարկում էր գնալ կտրուկ քայլերի եւ արդեն իմացանք, որ Ավստրալիան առաջինը գնաց այդ քայլին, ինչեւ 10 արգելափակումն է։ Այո։ Եվ հիմա ես ասեմ, որ հիմա շատ երկրներ են գնում այս քայլին, վերջերս նաեւ իմացա, որ Դանիան է մտածում այս ուղղությամբ, որտեղ Դանիան են առաջին երկրներից էր, որ անգամ փորձում էին էլեկտրոնային դասագրքերով փոխարինել տպագիր դասագրքեր եւ այլն, բայց հիմա հետ քայլ են անում եւ կարծում եմ, որ այստեղ միակ լուծումը, որը արդյունավետ կլինի, մինչեւ 15-16 տարեկան արգելելն է։ Ես չեմ պատկերացնում սրա իրականացումը, որը մանավանդ Հայաստանում
որտեվ ես չգիտեմ ընտանիքներում, վաներում երեխաները ինչ խորամանկությունների կդիմեն, որպեսզի շարունակեն օգտագործել այս հարթակները, բայց մի բան ակնհայտ է, որ այն թեզը, որ պետք է միայն այսպես կրթության վերապատրաստումների միջոցով այս ամեն ինչի դեմն առնենք, ինձ թվում է արդեն շատ ուշ է եւ իմ տարբերակն է, որ պետք է կտրուկ արգելել մինչեւ որոշակի տարիք, նաեւ շատերը բացատրում են այն հանգամանքով, որ այս ամբողջ տեխնոլոգիաները, որ կան, դրանք անմեղ բաներ չեն եւ դրանք նաեւ այսպես խնդիրներ կան երեխաների ֆիզիոլոգիայի եւ այդ տեխնոլոգիաների կոնտենտի միջեւ անհամապատասխանություն եւ միակ լուծումը արգելումն է մնացած պարագաներում կարծեք թե լուծումները էֆեկտիվ չեն Դե առնվազն արգելքը կտրուկ քայլ է ու այս վերջերս Ռուսաստանում Roblox արգելել էին այնտենց հարցումներով երեխաների կեսը ուզում էին արտագաղթել Ռուսաստանից այդ պատճառով ամեն դեպքում փաստ է որ կա ինչ որ սահմանափակումների գործիքակազմ օրինակ նույն Մետան Instagram-ը տալիս է հնարավորություն որպեսզի ծնողը վերահսկող հաշիվ ստեղծի երեխայի համար, այդ դեպքում ինքը օրինակ գիտի երեխան ում հետ է շփվում, նամակագրություն չի տեսնում, բայց առնվազն գիտի ում հետ է շփվում, ինչքան ժամանակ կարող է թույլ չտա գիշերներով օգտվել եւ այլն։ Միգուցե այստեղ էլի տարիքների հարցել է։ Իհարկե մեծ հարց է, օրինակ 7 տարեկան երեխան արդյոք իմաստունի ունենա սոցիալական ցանց, որ հետո ընկնի խնդիրների մեջ, եթե ինքը առանձնել շփման սահմանափակումներ չունի, մեծ հաշվով օֆլայնում, բայց դա կարծում եմ հենց այն հարցերից մեկն է, որ պահանջում է հանրային քննարկում, առնվազն այդ թեման հասունացած է։ Ամեն դեպքում այս խնդիրը դժվար է լուծվում, որտեղ խնդրի հետևում նաև բիզնես ինդուստրիաներ են եւ այս սահմանափակումները, արգելումները նաև ինչ որ բիզնեսների համար հարված են, որտեղ բոլորս էլ գիտենք, որ այս ամեն ինչը նաև նպատակ ունի ինչ որ բան վաճառել, չէ, որտեղ հայտնի արտահայտություն կա, չեմ հիշում ով ասել մասնագետներից, որ եթե ինչ որ մի բան անվճար է, ուրեմն այդտեղ ապրանքը դուք եք։ Հա, դե իրականում եկեք ոնց որ եթե փորձենք ամփոփել մի բան ապարտ, որ կիբերբուլինգը լրջագույն թեմա է, որը Հայաստանում շատ քիչ է բարձրաձայնում։ Երկրորդը դա խնդիր է, որը հեշտ լուծումներ չունի, ու դա խնդիր է, որը պահանջում է հանրային քննարկում նաև։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ մեր կիբերչատում մենք փորձում ենք երեխաներին օգնել, որոնք կիբերբուլինգի են ենթարկվում, այնպես որ եթե տենց խնդիր կա, դիմեք մեզ եւ շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։